Բաքվում կայացել է Ռուբեն Վարդանյանի դատավարությունը։ Դատական նիստին լսվեցին տուժողների ցուցմունքներ եւ պարզվեց, որ նրանցից ոչ ոք Ռուբեն Վարդանյանին անձամբ չի ճանաչում։ Նրա անունը լսել են բացառապես լրատվամիջոցներից։ Վարդանյանի գործով ելույթ ունեցավ միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն։ Նա մեկնաբանել է ՄԱԿ-ի աշխատանքային խմբի փետրվարյան եզրակացությունը, որում ասվում է, որ ադրբեջանական իշխանությունները Ռուբեն Վարդանյանին օրինական են ձերբակալել։ Այնուամենայնիվ Օկամպոն մատնանշում է շահերի լուրջ բախում։ Պարզվել է, որ ՄԱԿ-ի աշխատանքային խմբի նախագահը Equitlo ֆիրմ իրավաբանական ընկերության գործընկերն է, որը կապված է Ադրբեջանի պետական նավթային սոկար ընկերության հետ, ինչը վկայում է Բաքվից ուղղակի ֆինանսական կախվածության։ 94 տարեկանում մահացել է Գյումրու Մայր Հայաստան հուշակոթողի հեղինակ ԽՍՀՄ վաստակավոր ճարտարապետ Ռաֆիկ Եղոյանը։ Եղոյանը եղել է Գյումրու գլխավոր ճարտարապետ եւ կառուցել բնակելի շենքեր ու տասնյակ հասնող հուշակոթողներ։ Գյումրու հայտնի նրա գործերից է նաեւ Ավետիք Իսահակյանի, Սերգեյ Մերկուրովի տուն-թանգարանները, Կումայրի զբոսաշրջիկների հանգրվանը, երկաթուղային կայարանը եւ Գյումրիի ճանաչելի դարձնող այլ կոթողներ, հուշարձաններ։ 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժից հետո Եղոյանը Գյումրի վերականգնելու համար մեծածավալ նախագծական կազմակերպչական աշխատանքների իրականացրել։ Եղոյանի նախագծերով վերակառուցվել է նաև երկրաշարժից քանդված Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին։ Արագածոտնի մարզում ապարանք-քուչակ ճանապարհին բախվել են բեռնատարն ու մարդատարը։ Կա 2 զոհ եւ 1 տուժած։ Տեղեկությունը հայտնում են ՆԳՆ-ից։ Վթարի մասին նախազանգը ստացվել է հոկտեմբերի 7-ին ժամը 23:52-ին, պարզվել է, որ ապարանք-քուչակ ավտոճանապարհի 5-րդ կիլոմետրին բախվել են Զիլ Մակնիշի բեռնատարը եւ Mercedes-Benz Մակնիշի ավտոմեքենան։ Բեռնատարը կողաշրջվել է, վարորդը տեղում մահացել է, առկա է գազի արտահոսք։ Փրկարարները Mercedes-Benz Մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին եւ պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը ցավոք հոսպիտալացվել է եւ արձանագրվել է ավտոմեքենայում արգելափակված ուղևորի մահը։ Նարեկ Օհանյանի եւ Գևորգ Հարությունյանի, որոնք անցնում են Փարաքարի համայնքապետ Վալոջա Գրիգորյանի եւ քրեական ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանի սպանության գործով տեղափոխել են Նուբարաշենքը ԿՀ։ Այս մասին գրում է Ժողովուրդ-թերթը։ Նրանք գտնվում են կարանտինային հատուկ բաժանմունքում, որպեսզի ամբողջությամբ մեկուսացված լինեն մյուս կալանավորներից, գրում է թերթը։ Սեպտեմբերի 23-ի ուշ երեկոյան Մերձավանում Փարաքարի համայնքի ղեկավար Վալոջա Գրիգորյանի նորակառույց առանձնատան հետնամասում դիմակավորված ձեռնոցներով անձը մոտեցել է կանգնած 3 անձանց գրակահերթ արձակել եւ հեռացել։ Մինչադեպի հետևանքով սպանվել է Վալոջա Գրիգորյանը եւ ոստիկան Կարեն Աբրահամյանը։ $16250 տուգաններ է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային։ Կազմակերպությունը հրապարակել է կարգապահական կոմիտեի որոշումը, տուգանքը սահմանվել է սեպտեմբերյան խաղերի ժամանակ կարգուկանոնը չպահպանելու, թիմի ոչ պատշաճ պահվածքի հանդիսատեսի կողմից խաղադաշտ ներխուժելու կամ ներխուժելու փորձի, ինչպես նաև ճայթուկներ կիրառելու համար։ Սեպտեմբերի 6-ին Հայաստանի հավաքականը Երևանում 0-5 հաշվով պարտվեց Պորտուգալիայի աշխարհի առաջնության ընտրական փուլի մեկնարկային խաղում։ Հոկտեմբերի 14-ին Գարեգին երկրորդ ամենայն հայոց հայրապետի օգնությամբ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի Ծառայության հայրապետական թեմի զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի կբերվի Սուրբ Անանյա առաքյալի մասունքագիրաչը։ Հանդիսավոր թափորը ժամը 9:30-ին մասունքը գրիմավորի Փարպեցի փողոցում, ժամը 10:30-ին կմատուցվի Սուրբ Պատարագը, իսկ մասունքագիրը Սուրբ Աչնուխտավորների համար կմնա մինչև 16:30-ը։ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխնորդ գերաշնորհ Տեր Նավասարդ arczepiskopos Քոչարյանի օգնությամբ տեղի կունենա նախատոնակ։ Հոկտեմբերի 22-23-ը Թբիլիսիում կանցկացվի Մետաքսի ճանապարհ համաժողովը։ Կազմակերպիչների հաղորդմամբ կմասնակցեն նաև Հայաստանի եւ Ադրբեջանի վարչապետները Նիկոլ Փաշինյանն ու Ալի Ասադովը։ Նրանց աշխատակազմերից դեռ համաժողովի մասնակցության մասին չեն հայտնել։ Համաժողովը ըստ վրացական կողմի կբացի Վրաստանի վարչապետ Իրաքլի Կոբախիձեն։ Ակնկալվում է շուրջ 2000 պատվիրակների մասնակցություն, թվով 5-րդ համաժողովի գլխավոր թեման կայունության պայմաններում ներդրումներ կատարելն է։ Ազգությամբ կորեացի Ալինա Պարկը սոցցանցի ռեժիմ տեսանյութ հրապարակել, որում նշում է 22 տարի ապրելով ու դասյարակություն ստանալով կորեական ընտանիքում ամուսնանում եմ հայ տղայի հետ ու հայկական ավանդույթներով տոնում հարսանիք։ Դե իսկ հարսանեկան արարողության համար զույգն ընտրել էր ոսկեվազի գինու եւ կոնյակի գործարանը։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը Մայրաթորում ընդունել է Արցախի նախագահի պաշտոնակատար Աշոտ Դանիելյանի եւ Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը։ Տեղեկատվությունը հայտնում է Մայրաթորի տեղեկատվական համակարգից։ Հանդիպանը նշում է, որ քննարկել են հայրենազրկված արցախցիների առջև ծառացած մարտահրավերները հաղթահարելու դրանց ուղիները եւ արցախահայության իրավունքների պաշտպանության վերաբերյալ հարցերը։ Ամենայն հայոց կաթողիկոսն ընդգծել է, որ եկեղեցին շարունակելու է իր մշտական սոցիալական աջակցության ծրագրերը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 8-ին եւ 9-ին աշխատանքային այցով կգտնվի Բրյուսելում կառավարության փոխանցմամբ Փաշինյանը կմասնակցի համաշխարհային դարպասներ միջազգային երկրորդ համաժողովին։ Հաղորդվում է, որ նախատեսված են նաեւ հանդիպումներ տարբեր երկրների գործընկերների հետ, այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Անկարայում կհանդիպեն Թուրքիայի, Վրաստանի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարները։ Պաշտոնական Թբիլիսին հայտնում է, որ նախարար Իրակլի Չիկովանին արդեն Անկարա է մեկնել, թե կոնկրետ երբ կմեկնարկի հանդիպումը, դեռևս գերատեսչությունը չի մանրամասնել։ Հաղորդվում է նաև, որ կողմերը կքննարկեն ռազմավարական համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև եռակողմ համագործակցությունը ընդլայնելու ծրագրերը։ Հանդիպումից հետո հռչակագիր կստորագրվի եւ հայտարարություններ կարվեն։